Ողջույն։ Ողջույն։ Հասանք Գայի պողոտա։ Այսօր ինչ։ Մեկ ասում են ծիծաղի օրն է, մեկ սուտ խոսալու օրն է։ Հումորի օրն է, հա։ Հումորի։ Մեր մանկության վաղտ ասում են սուտ խոսալու օրն է։ Կավիճ ենք կսում անպայման մեջքին։ Այսինքն չենք կսում, ասում ենք մեջքիդ կավիճը եւ այլն։ Գիտեք, ստանդարտ ստեր։ 17 աստիճանը, ու ժամը 5-ն է։ Հիմա իջնենք Կազիրյոկում ենք պայմանարով է։ Մեր Նելիչկայի հետ մերոնցից։ Որտեղ որ ասում ենք թորնիկ, նոր նայողները սկսում են լուրջ հարցնել ձեր թորնիկն է, քանի հատ թորնիկ ունեք եւ այլն։ Չէ, Նելիչկան մեր դիտողներից է ամենաառաջի։ Բայց մեզ շատ հարազատ։ Այո, շատ։ Ինքը ռեպիտերում էր, մենք ընդեղ հանդիպեցինք 2 անգամ եւ այլն, մի խոսքով։ Ով որ գիտի։ Հա, մենք պայմանավորվեցինք Կազիրյոկում, բայց ես դեռիվ մոռացել էի, որ հիմա Կազիրյոկը պիցերիա է դառել։ Հիմա չգիտենք, սուրճ կտան, թե չէ։ Բոլոր դեպքերում սուրճը կարանք հետո վարսանանք Փարիզանում խմենք, պրոբլեմ չի իհարկե։ Բայց ես ընդեղ ինչի էի ուզում, մինչև Անահիտը Նելի հետ զրուցեմ, իրանց մոտ մի շատ բան կա զրուցելու։ Ես մի հատ ուզում էի Թումանյանով պտտվեի տենայի հետ, նախ են անցյալ տարվա դրած ծառերը ինչ վիճակի են, չնայած այդ ծառերը ոնց էր թե պարզեցինք, որ փողոցի համար սխալ են բոլոր դեպքերում, բայց համենայնդեպս հատ նայենք։ Ու հետո են կողմերով, տենց մի հատ կպտտվեմ, հետ կգամ մեր աղջիկների մոտ ու հետո հանգիստ կնստենք։ Այսքան է, Միասնիկյան պողոտը։ Այո, սկսվել է։ Ամենաանջիկայց սկիզբը դրվել է։ Մի տեսակ ցանցառա չէ դառել։ Նել ջան, ողջույն։ Նելին ինչպես միշտ շատ գեղեցիկ ծաղիկներով։ Դե դնենք մեքենան ու տեսնենք ինչ ենք անում, պլանները, կզրուցենք հլը։ Աշտոց պողոտա, Սարյանի այգին, դե ինչ, նստեցինք Կազիրյոկում, բայց արդեն 10 րոպեա նստած ենք, ոչ մեկը չի մոտենում։ Չգիտեմ, կարող մենք պետք է գնանք։ Դե պիցա չենք ուզում, մի բան կխմենք։ Հա, ես աղջիկին զգուշացրեցի, իրանք թող զրուցեն, մենք մի հատ սենց կպտտվենք, հետ կգանք, ու ինչ թվում է հետո կգնանք Փարիզան, որ վերջապես սուրճ խմենք, էլի, չէ՞։ Այո, գարունը սկսեց։ Այս սարերը հետաքրքիր է, չէ՞, կան նկատել եք, չէ՞, սենց գնդեր են վրան, իսկ կան, որ այդ գնդերը չկան։ Ինչ որ տենց տարբեր տեսակի են սոսիները։ Անահիտը պլաշը բերեցի, հովտեղը մի քիչ հով է։ Կամ ու գնանք։ Խոսակցության թեմաները ծով են, չէ, ձեր խոսակցության թեմաները ծով են, ես մի հատ գնամ ու գամ։ Կանցով չի, բայց գնալ, եթե դու ուզում ես մենակ գնաս։ Մի հատ նայեմ գամ, չեք նեղանում, չէ։
Նեղացած թողեմ, գնամ։ Ինջարյան փողոցը։ Ստեղ կարելի էր դուրս նստել, բայց Նելին ավելի շուտ էր եկել, ասեց սեղանները շատ փոքր են 3 հոգու համար։ Հետո ստեղ հիշում եք, չէ՞, սա ասում էր բալկոնում ծխել չի կարելի։ Լրիվ զարմացրեց։ Նեմ երիտասարդը։ Դե որ սենց քանդում է, ինձ թվում է մարդը պետքա ծառին հարմարվի։ Չէ, ինչ-որ ոնց էր ասում, ինչ-որ բաժակներ էր, չէ, Վիկտորը ասում։ Բնաբաժակ, թե ինչ-որ։ Եղոսկով այդ բաժակները պետքա ուրիշ ձևի անել երևի տենց մեծ ծառերի համար։ Բայց են անկյունի հուդայի ծառը հլը թող լրիվ ծաղկի, ինձ էլ Անահիտին էլ թվում է, որ ինքը ցանցառացել է ինչ-որ տենց լավ չի զգում իրան։ Ինձ ասեցին, որ ես մեր տրադիցիոն ծառերի հետ համեմատած իրանք հեչ չեն դիմանում այդ կեղտոտ օդին, այդ փոշուն եւ այլն, էլի։ Այգիներում ասում են ուրիշ։ Ու որ սովետի ժամանակ կային, բայց այգիներում ոչ փողոցի ծառ։ Ընդհանրապես այս քանի օրը ես փաստորեն ահագին ինֆորմացիա ստացա, մեծ մասը մերոնց շնորհիվ։ Կոմենտներից դուրս եմ շփվել մի քանի հոգու հետ։ Ընդհանուր կարծիքը, որ ինձ մոտ ձևավորվեց, հա, հես են այս ծառերը, փաստորեն սրանց համար եկա։ Չէ, հələ գարունը տենց չի սկսվել, շուտ եմ եկել։ Ասեցին, որ ծառերի փողոցների կանաչապոտ պատումը դա մեծ մասը հով տալու համար է ժողովրդին, բայց որպես քաղաքի թոքեր իրանք այդ ֆունկցիան են Գերմանիայի դրոշն է ժողովուրդ։ Հա, երևի մեկը գալու է, հա, ես տեղյակ չեմ բացարձակ։ Որ գնամ Նելին կհարցնեմ կիմանա։ Հա, իսկ դեր տենց թոքերի կարում են այդ դերը վերցնեն իրենց վրա մեծ անտառատիպի էլի։ Դե ասենք ոնց էր Central Park-ը Նյու Յորքում, հա, կամ Hyde Park-ը Լոնդոնում եւ այլն։ Տենց դեր մեզ մոտ երևի մանումենտն է, լուրջ, որը չգիտեմ, ասում են հիմա տենց լավ վիճակում չեն ծառերը բանը դա։ Երևի բուսաբանականը կարելի է համարել։
Էլ տեղը չեմ բերում տենց մեծ տարածքներ։ Հա, Կոմիտասի այգին, հա, երևի Պանտեոնի հետ միասին։ Մերոնցից մեկը մի հատ շատ հետաքրքիր առաջարկ արեց։ Հələ պատկերացրեք Նայրիտը դեմոնտաժ արվում ու այդ բոլոր տարածքով մի հատ հզոր պուրակ է տնկվում անտառատիպի ինքը նույնիսկ տարածքը գիտեր ինչ-որ 60 հեկտար ասես թե չեմ հիշում ես ասեցի այդ Նայրիտը հենց ապամոնտաժեն այնքան մարդ կհարձակվի այդեղ բարձրահարկ շենքեր սարքելու որ դրա դեմով կարա դիմանա չէ դա իհարկե կիսակատակ է որտեվ իրոք հարցը կարևոր է շատ էլի քաղաքին թոքեր ապահովել դա մի ելույթում ես լսեցի որ ասենք Փարիզը դժգոհ է իր այդ թոքերից քիչ է համարվում 24% է Եվրոպայի քաղաքներում հասնում է 40% լավ կանաչապատ համարվող քաղաքները 40%-ից է տենց էր ելույթը իսկ Երևանը կարակ ասեք ինչքան է 4% ասեց 4% որտեվ այդտենց անտառներ չկա նայեք այնտեղ Հուդայի ծառը մոտավորապես 25 տարեկան է մենք մեզ հիշացրեցին ավելի ճիշտ այդտեղ Hugo Boss խանութ կար այդ Ամերիաբանկի տեղը այդ խանութի տերերը այդ ծառը տնկեցին իսկ դա մոտավորապես 25 տարի առաջ էր եթե 25 տարի հետո այդ ծառը արդեն սկսում է կամաց կյանքից հեռանալ հասկանում եք հա ինչ տխուր պատմություն է ստացվում բայց մի քիչ ուզում եմ մի քիչ մի 3 սանտիմ էլի հոբար հատնում եմ տակը բանալ Թումանյան փողոց ինչ ձևի կլինի 10 տարի հետո Ես մի հատին ինչ են թողը ես մի թեղին Թեղի անունը արդեն ոնց էր վատ խոսք ասես Ենքան այդ խեղճ թեղին ինչ ասես չվերագրեցին տենց էլ չհասկացա հնարավոր է իրան լավ խնամել բուժել որ ինքը միայն օգուտ բերի թե բացարձակ հնարավոր չի չգիտեմ Հայ ջան Իդեպ հետո հացենի էլ կա, չէ, օրինակ մեր Բաքուն կար, շատ լավ հացենի էր շատ սիրում էինք իրան
Հայ հացենեի մասին չեն խոսում։ Բրյուսելի անվան պետական համալսարան։ Տուրնիկետով մտնում են, բայց բակ գնալու ինչ-որ տեղ կար, չէ՞ մենք։ Մի անգամ բակը նկարեցինք Անահիտի հետ։ Մեկ դասից ժամանակ որ մեկ էլ լուսամուտից մեկը նայում էր ինչ հետաքրքիր էր ելնում ազատության մեջ մարդու վրա նայել այս մեկը ծաղիկները արդեն տալի այսպես Անշուշտ իհարկե մերոնցից ինան ճիշտ էր գրել, որ այդ ծաղիկներն էլ հետո թափվում են, անձրևի ժամանակ սոտ են տալիս և այլն։ Բայց երևի ամենակարևորը, որ այդ աղտոտվածությանը չեն դիմանում օրինակ մեր նման Խաշկի է, թե չէ, հա, խաշկի է Թումանյան 42 Zangov. Նայեք անիծյալ թեղիները լավ կանաչել են ունեց թարմ գույնի չգիտեմ արևով գնամ լավ եկեք էլ չանցնեմ փողոցս նոց գնանք Համաձայնվեք գեղեցիկ է բարձր
Նշանակում է հով կտա լավ։ Հայ եկեք այս մասը նայենք։ Հետո կհամեմատենք այնտեղ տենց Սակուրայա տիպի հատված կամ մի հատ էլ է։ Վերևում է, չէ՞ որ դա կարա ընդամենը մի հատ էկզոտիկ հատված լինի, էլի։ Սենց ճանապարհ իհարկե չէ։ Մենք ունենք կանանչ այս կողմը արևը աչքերի մեջ հա, իրանք գեղեցիկ են, բան չունեմ ասելու, մանավանդ երբ որ ծաղկում են, շատ գեղեցիկ են, բայց աշխատողները սրանք են, էլի։ Որ ասեմ ինչ-որ դա գեղեն բացարձակ։ Մեծ աստեղ էլ կա։ Բայց առանցն կանաչ ֆոնի չէ։ Են չի մի տեսակ։ Այսպես գնում եմ։ Իսկ ես մեր ընկականներն են։ Ես ինչ աստեղ, ինչ-որ ռեմոնտային բաներ են անում։ Թե այդ գարշոկներն են, հա, դնում երևի։ Երևի, հա։ Հա, զատո կաբելներին չի խանգարում, հա? Այս կաբելների պաշարն էլ է, չէ՞, ինչ-որ մի հատ առանձին հանելուկ է։ Օրինակ ես Պարիսպի հետևը, չէ՞։ Ինչ ուզեն թող տնկեն։ Ծաղիկներով, գեղեցիկ, 10 տարի ապրող, 5 տարի ապրող, յասամանա, ինչա, սակուրայա։ Свидание у вас? Ուշացել է դաժե։ Աջան, Ուշացել է ինքը։ վայ, դուք հայերեն խոսում եք, ես էլ։ Հայենք։ Այո, լավ իրար գտել եք։
Ձեզ լավ օր երեխեք ջան։ Ինձ ինչի թվաց ռուսաստան։ Ես շենքն էլ ինչ առնելու։ Այ պետք է որ սա առնի։ Հացենին։ Դեպրեսիայի մեջ է, հա։ Այն մեկն է։ Այս կողմինը հացենի է։ Հա, ուղղակի դեռ տերևներ չի տվել։ Այս մեկը սակուրաներից է։ Իսկ հետաքրքիր հացենի մասին ինչ են ասում։ Որտեղ խոսքը անընդհատ գնում է սոսի, թեղի, հացենի չեմ լսել։ Աստորեն ստեղ է ու կասկադի առջևը, հա։ Այս մեկը նայեք արդեն տերևներ է տվել։ Բայց սա հուդայինը չի, սա սակուրա է։ Մոսկովյանի վրա ենք, առայժմ ստեղ էլ Բաղրամյան փողոց։ Հա, դրոշակները ստեղ էլ են կախած։ Լուսն է։ Ինչ չհավանես, տենց հաչեց։ Գնաց ու հետ եկավ վտանգելով կյանքը։ Արժեր մի հատ մեքենայի համար։ Ասորեն խիզախ շունել, հա։ Որոշել է մեքենաներին վերացնի Երևանից։ Հա։ Ծանր գործով զբաղված հերոս շունը։ Այս տարին
մոտոցիկլետների վրա շատ ջղայն էր։ Տեսակ ինչքան էր վազում, ինչ արագությամբ։ Բացառված չէ, այդ մեքենաները, որ ասեցի ընտրում է ինչ-որ հատուկ մեքենաների վրա է հաչում։ Կարող է զենն է ուժեղ նրանց, կամ ինչ-որ վատ հոտ է գալի այդ գազի բանի։ Որտև հաստատ ընտրում էր, որի վրա հաչա։ Ապրում ենք էլի մեզ համար մեր ծառերով, թե ինչ այդ պրոյեկտը հնարեցին Թումանյան փողոցի գլխին։ Թեղին չէիք հավանում, մի հատ ուրիշ ծառով փոխարինեիք, մեզ ծանոթ ծառով։ Իսկ այդ հուդամի իրոք եղել է էլի, դե Ֆլորայի այգիում կա, հիշում եք մենք, մի հատ նկարել ենք։ Հետո այս ագրավները ուր գնան։ Լավ։ Այսօր ոչ շաբաթ է, ոչ կիրակի, դրա համար է դատարկ վերնիսաժը, հա? Ես էլ զարմացա, մտածեցի վերնիսաժը ասենց խեղճաց է, ինչ չմանխի թված շաբաթ է կամ կիրակի։ Հա, ասենց նորմալ է քանակը, նույնիսկ ասեի շատ է։ Ես որտեղ է դե ասեք։ Ցիտիկներ ատոսը։ Տեսեք ինչ լավ գործ են արել, հողը մշակել են վերև։
Ես կողմից մտածում եմ մարդն էլ է էլի բնության մասա չէ կազմում, ոնց որ ծառերը, կենդանիները, ձկները, ոնց էլ մարդիկ։ Ինչ է ընդունված միշտ մարդուն հակադրել բնությանը։ Ինչքան է ճիշտ։ Ասենք էվոլյուցիայի տեսակետից երևի արծիվ ասենք որ գոյացել է ու հետո ինքնաթիռ։ Աստորեն ինքնաթիռն էլ է էվոլյուցիայի արդյունք, չէ՞։ Մարդու ուղեղի միջով, բայց ինչ կապ ունի։ Նույն բնական էվոլյուցիան է, էլի։ Լավ հասանք մեր գեղեցկուհիներին։ Եթե չեմ մնա։ Հələ տեսեք ով եկավ։ Բան չվերջրեցիք խմելու։ Ոչ մեկը մեզ չմոտեցավ։ Չի մոտեցել, հա։ Դե այդ վաղ ես մոտենամ մի հատ։ Թե գնանք Փարիզյան, չէ։ Դավայ։ Գնացինք։ Գնանք Փարիզյան։ Խայտարակ վիճակ։ Վերջապես Աղայան փողոցի վրա կանգնեցի։ 3 կրուկ պտտվել եմ, պատկերացնում եք։ Արդեն 20 րոպե է։ Աղայան փողոց։ Այս մեր ընկերոջ Գագիկի շենքը, են էլ իրանց հարևանը, Լևոնը, կանգնած զրուցումը, ասենց գնանք բակերով։ Չեմ կարա։ Հա, այս բակը հիշում ենք Խավադաշտ ունի, այնտեղ եկեղեցին է, Սուրբ Աննան, դες Գագիկին շենքը դուրս է գալի Տերյանի վրա արդեն, կարծում եմ պատկերացրեցիք որտեղ եմ։ Ասել տեղի բնակիչները, հա, սենց հա, քանակը, երևի ստեղ իրանց կերակրողն է ապրում միտեղ մոտիկ, Աբովյան, Համարյա հասա, հա։ Շատ երկար տևեց այս անգամ։
Լիքն է, էլի քաղաքը լիքն է։ Այս են վերջապես, ես ինչ տանջանքեր այսօր, շատ։ 8-ին 10 պակաս, չէ, լավ էր, շատ ուշ եկա, բայց ահագին մեր Նելի հետ շփվեցինք, շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք, չէ Նելի։ Շատ լավ էր, շնորհակալություն քեզ։ Ափսոս իհարկե Նելի հետ չզրուցեցինք, այսինքն Նելի հետ մենք զրուցեցինք, մերոնց հետ Նելին չզրուցեց, Նելի, ինչ-որ սրտի խոսք ունես ասա։ Լավ, դաղալություն եմ անում։ Հայր ջան, լավ մնաք։ Այո, ստեսուն ձեզ։ Միշտ առողջ և խաղաղ երկինք։